ես հիշում եմ, որ կային մի քանի օտարալեզու հաղորդաշարեր, հանրային ռադիոն ուներ, ես ուզում եմ իմանալ արդյոք դրանք պահպանվում են կամ փոխվում են կամ կրճատվում են կամ ավելացվում են, ինչ այդ իմաստով որևէ բան կա թե չկա, եւ միաժամանակ մի անգամից ասեմ մյուս հարցել հանրային հեռուստաընկերության հետ կապված, երևի պարոն Մովսիսյանը պատասխանի տեխնիկական ապահովության հետ կապված հիշում եմ, որ լրջագույն խնդիրներ կային, արդյոք խնդիրները գոնե մասնակի լուծում ստանում են, թե նույն ձևով շարունակվում են։ Շնորհակալություն։ Շնորհակալություն, օտարալեզու կոնտենտը ոչ թե կրճատվում է, այլ ավելանում է մեր ուժերի սահմաններում։ Մենք տալիս ենք ծրագրեր մեր երկրում ապրող ազգային 4 փոքրամասնությունների, քրդերի, եզդիների, ասորիների, հույների, մեր քուր եւ եղբայր ժողովուրդների նրանց լեզուներով, բացի այդ մենք ունենք անգլերեն, ռուսերեն, պարսկերեն, թուրքերեն, ադրբեջաներեն, արաբերեն եւ մենք փորձում ենք դա ընդարձակել, եթե լինեն ռեսուրսներ կավելացնենք նաեւ ինչու՞ չէ ֆրանսերեն, դա շատ կարեւոր եմ համարում եւ եթե կարելի է իմ լավ բարեկամ Հովանեսը կպատմի հեռուստատեսության այդ տեխնիկական խնդրի մասին, բայց ես պետք է, քանի որ կա այս առիթը, ես չեմ կարող ցավով չնշել, որ հանրային ռադիոյում տեխնիկան վերջին անգամ վերազինվել է 22 տարի առաջ, փորձեք պատկերացնել 22 տարի ինչ է, ինչ մեծ հսկայական ուրեմն շրջան է, այնտեղ պարզապես օրինակ կոճակը կարող է սեղմել, դուրս չգա կամ թռնի, դա անհրաժեշտ է բարեփոխել։ Ինչպես դե ես հասկանում եմ, բայց դուք Այս մեր բարձրախոսները, որով դուք խոսում եք, անցած տարի ենք փոխել, մենք sense բարձրախոսներ չունեինք, նկատի ունեմ համոտավորապես այս տեխնիկայի թարմացման խնդիրներ բոլոր ինստիտուտները ունեն։ Հասկանում եմ, եւ գուցե ես ինչ որ իմաստով սա քաղաքական կոռեկտություն չի լինի, բայց քանի որ ես շատ հազվադեպ եմ այցելում այս սրահ, որտեղ աշխատում են մեր ժողովրդի ընտրյալները, ես չեմ կարող չասել նաեւ հազար ներողություն, չեմ կարող չասել, որ իմ աշխատողները, եթե Հայաստանում միջին աշխատավարձը 300-400 դրամ է, ռադիոյում 190, մոտ 190,000 դրամ է, եւ դա ինձ շատ մեծ ցավ է պատճառում եւ ես համոզված եմ, որ այս մոտեցումը պետք է վերանայվի։ Շնորհակալություն։ Շնորհակալություն, պարոն Մովսիսյան, բանն եք ավելացնելու։ Պարոն Բաբայան, շնորհակալ եմ հարցի համար։ Տիկին Ղազարյան, ես կուզեմ պարզապես արձանագրեմ, էլի, ովքեր որ դիտում են, եթե իհարկե մեզ դիտում են, որ այս պահին ընդհանրապես որ գոնե դիտում են։ Ընդհանրապես ես էլ հույս ունեմ, որ ինչ որ մեկը գոնե դիտում է այս նիստը, ընդհանրապես երկու падգամավոր են ներկա, եւ ես ցավում եմ նաեւ, որ մեր ֆինանսների նախարարության գործընկերները այստեղ ներկա չեն, չգիտեմ, պրոտոկոլով ինչպես է նախատեսված, բայց ըստ էության հիմա նստած ենք մենք ավելի շատ ենք, քան թե ազգային ժողովի ներկայացուցիչները այստեղ, ինչը ցավալի է։ Եվ հատկապես ցավալի է, որ մենք անընդհատ լսում ենք ձեր նիստերի ընթացքում ազգային ժողովի տարբեր մեղադրանքներ, տարբեր հերյուրանքներ, ստեր, ինչ ասես լսում ենք հանրայինի մասին, բայց երբ որ մենք գալիս ենք ազգային ժողով, ոչ ոք հարց չունի մեզ տալու։ Այսինքն ես չգիտեմ սա ինչ է նշանակում, առնվազն ինձ համար շատ տարօրինակ է։ Պարոն Բաբայան, շնորհակալ եմ, որ հիշեցիք հարցը տեխնիկական վերազինման մասով, բայց ոչ միայն այդ խնդիրը, այլև շատ այլ խնդիրներ կան, որոնք հանրային հեռարձակման ոլորտում մենք ունենք ու չեն լուծվում։ Ու ես կառաջարկեի, որպեսզի մեր համապատասխան հանձնաժողովը միգուցե պետք է հատուկ լսումներ անի այն թեմայով, հանրայինի թեմայով, հենց հանրային հեռարձակման, որտեղ եկեք կանչենք մեր բոլոր ընդդիմադիր գործընկերներին, թող իրենց հարցերը տան, մենք ներկայացնենք, թե մենք ինչ ենք անում ընդհանրապես հանրային հեռուստաընկերությունում, հանրային ռադիոյում, շողակաթում եւ ընդհանրապես մեր խորհրդում եւ նաեւ պատասխանենք բոլոր վատ հարցերին, բայց նաեւ ասենք, թե ինչի կարիք ունի հանրային հեռարձակող այսօր, որովհետեւ այսպիսի նիստերով արդյունավետ չէ։ Տիկին Ղազարյան, պարոն Բաբայան, ամենայն հարգանքով, բայց սա ուղղակի անարգանք ոնց որ լինի, էլի գալիս ենք, բայց ոչ ոք չկա, ոչ մեկի հետաքրքիր չէ եւ հանրայինը վստահ եմ ազգային ժողովում միգուցե ավելի շատ են խնդիրները, բայց հանրային հեռարձակումը դա անընդհատ հեռարձակվող ինստիտուտ է, էլի եւ մենք
լիքը խնդիրներ ունենք, որոնք չեն լուծվում։ Վերջին երևի թե 5 տարիների ընթացքում միայն տեխնիկականին անդրադառնալով, պարոն Բաբայան, մենք անընդհատ դիմում ենք ֆինանսների նախարարությանը տարբեր պահանջներով, ոչ թե պահանջներով, չէ, առաջարկներով դիմում ենք տարբեր ֆինանսական միջոցներ հատկացնելու շատ տարբեր ծրագրերի մասով, որոնք տեխնիկականից սկսած մինչև վերաբերում են աշխատավարձերի բյուջեին, որը 2015 թվականից չի փոխվել։ Եվ առնվազն տարօրինակ է, որ մեր նախարարության գործընկերները անգամ չեն լսում, թե մենք ինչ ենք առաջարկում, չեն կարդում իմ տպավորությամբ, պարզապես չեն կարդում մենք ինչ ենք առաջարկում, որովհետև մոտավորապես մի օր ստացվելու է այն, որ հանրայինի եթերը կանգնելու է եւ հետո հարցնելու են, բա ինչի կանգնեց։ Եվ մենք միայն դրա համար ենք ամեն տարի ուղարկում նույն թուղթը, ինչ որ ուղարկում ենք։ Ես ձեզ կարող եմ փոխանցել այն թղթերը, մենք ամեն տարի ուղարկում ենք նույն թղթերը, որ նույն խնդիրներն ունենք, ամեն տարի պարզապես հանում են բյուջեից։ Եվ սա արդեն դառնում է ուղղակի անիմաստ գործողություն, որը մենք անում ենք պարզապես որպեսզի մեզ ապահովագրենք, հետո որ մեզ ինչ որ մի բան մեկը հարցնի, ասենք տեսեք մենք դիմել ենք, չեք տվել գումարը։ Այսինքն սա կարծում եմ, որ սխալ է եւ ընդհանրապես հանրային հեռարձակման հանդեպ այս վերաբերմունքն է կարծում եմ սխալ։ Շնորհակալ եմ ձեզ ու այն падգամավորներին ընդհանրապես, ովքեր որ հետաքրքրվում են երբեմն հանրային հեռարձակման, բայց շնորհակալ կլինեմ, որ միգուցե եթե ոչ բոլորիս, ապա հանրային հեռուստաընկերության մասով առնվազն ես խնդրում եմ կազմակերպել հանրային լսումներ, թող բոլոր վատ հարցերը պատրաստ են, բերեն, մենք արձագանքենք բոլոր վատ հարցերին, որովհետև շատ հաճախ ձեր նիստերին այդ հարցերը պարոն Հակոբյանին են տալիս, Տիգրան Հակոբյանին նկատի ունեմ, եւ ձեզ էլ են տալիս, մեղադրանքներ են հնչում, իսկ մենք չգիտենք ինչպես արձագանքել դրան, որովհետև եթե հայտարարություն տարածենք կմեկնաբանվի քաղաքական է, եթե չենք արձագանքում ստացվում է, որ ճիշտ են ասում, բայց այնպես չի, որ ճիշտ են ասում, դրա համար ես կարծում եմ ճիշտ կլինի, որ նման քննարկում տեղի ունենա, շնորհակալություն։